Հիմնականում Հայաստանի Հանրապետությանը ինչ է սպառնում բանկային համակարգը։ Բանկային համակարգում արդեն իսկ ռումբը դրված է հիպոթեկային հետվերադարձի տեսքով, իրացվելիության տեսքով արդեն մինչև փետրվարի վերջին սկսված իրադարձությունները պատերազմը այսա կար, խնդիրը այս կար, որի մասին ոչ մեկ չէր բարձրաձայնում, հիմնականում խնդիրն ինչ է, որ արդեն իսկ 2025 թվականին կադաստրի տվյալներով մենք տեսնում ենք կենտրոն եւ արաբկի վարչական շրջաններում վերջին 1.5 տարիներում գների թեթևակի անկում, բայց սա մտահոգիչ չի, մտահոգիչը այն է, որ 2025 թվականին իրավաբանական անձինք 6 անգամ ավելի շատ բնակարան են վաճառել, քան գնել են, այսինքն արդեն իսկ լքում է շուկան, կապիտալը, նույնը վերաբերում է ռուսական սպառողներին, ինչպես նաև այնտեղ այլ խնդիրներ կան, տեսեք, այստեղ բանը, բոլոր մարդիկ, որոնք պիտի բնակարաններ առնեին, մինչև 25-26 թվին, մինչև 24 թվի վերջ են առել, ինչի համար, որտեղ եկամտարկի հետ վերադարձի պատողն դուր է եկել։ Եվ մեր կառուցապատողները 25-26 թվականին գրեթե վաճառք չեն ունեցել։ Եվ պետք է հասկանալ, որ հիպոթեկային բանկերը բանկային համակարգում, եթե 2018 թվականին ընդհանուր բանկային ակտիվների 8%-ները, հիմա բանկային պորտֆելի 23%-ն է, 23-24-ին 3 անգամ աճել է։ Ասի, այն ինչ նկարագրում եք, դա իրանական պատերազմի ուղի։ Չէ, մինչև այդ, այսինքն ես ասում եմ, որ ռումբը կա արդեն։ Ռումբը կա, եթե արտաքին ինչ որ ֆորս մաժորային սև կարապ իրադարձություն լինի, ապա ամբողջ աշխարհի բանկերը, այսպես ասած, բանկային համակարգը խնդրի առաջ է կանգնելու եւ դա գալու է հարվածելու է նաեւ մեր բանկային համակարգին։ Հարցը սա է։ Ու բերեք մի փոքր առարկայական։ Հիմա ամբողջ աշխարհը դժգոհում է եվրոպական երկրները, անգամ Միացյալ Նահանգները, նավթ արտահանող երկիրը բենզինի գներից դժգոհություն էր, կարծեմ ավիաընկերությունները արդեն կորուստներ են կրում ամերիկյան։ Մեր շուկայում ինչ կարող է տեղ ունենալ։ Տեսեք, մեր շուկան որոշակի լագով է ելնելու, այսինքն մենք արդեն իսկ որոշակի ակնկալիքային բարձրացում տեսել ենք 20-30 դրամ վերջին շրջանում, բայց այդքան զգալի չէ։ Այսինքն ոչ կանալ պետությունները, որտեղ անեք Ամերիկայում միանգամից մի 25-30%-ով թանկացան։ Այս մի քանի օր, այս մեկ շաբաթվա ընթացքում, ասենք Ֆիլիպիններում այս պահին բենզինի հերթա, բենզին չկա։ Այլ պետություններում բավականին մեր խնդիր։ Մենք հիմնականում պաշտպանված ենք նրանով, որ Ռուսաստանից ենք բերում ինչպես հեղուկ գազը, այնպես էլ բենզինը, որոշ մասով նաև Ադրբեջանից եւ այս տեսանկյունից պաշտպանված ենք, բայց sense թե այնպես այս պահին Brent-ը $100 է, այս պահին ռուսական Ural նավթը $80, այսինքն ընդհանուրի հետ համահունչ աճել է եւ շարունակելու է աճել։ Այսինքն այդ աճը իրանք արդեն 8-ով են վաճառելու, ուշ թե շուտ գալու է հասնելու է Հայաստանի Հանրապետությունին եւ դա գալի հասնելու է մոտավորապես 3 ամիս լագով եւ մենք 3 ամիս հետո տեսնել ենք 2-3 ամիս հետո որ բենզինի գները մինչեւ ընտրություններն են դա անելու բավականին բարձր է լինելու։ Они оказались не в ловушке, их предупреждали. Их предупреждали, что размещая у себя базы, они, с одной стороны, вроде бы рассчитывают на поддержку и защиту США, частично Израиля, а с другой стороны, являются стопроцентной мишенью для удара Ирана. Их всех успокаивали, говорили, что все будет прекрасно, что их защитит Запад. Ну, как Армения сейчас тоже обещает защитить. В общем-то, и на самом деле защитить не смогли. Вот и очень большие проблемы, и финансовые, и так далее, особенно для государств, которые продавали имидж, ну, допустим, Объединенные Арабские Эмираты. Ուղղակի այս իրավիճակում խնդիրը լինելու ինչն է անցնելու այս թրիփով եւ ով կարողանա մտնել տարածաշրջան ներդրումներով, որտեղ կա անկայունության զգալի աստիճանը, անկայունությունից բացի կա անկանխատեսելիության համապատասխան աստիճանը, դժվար թե խոշոր բիզնեսը ուզենա գործ անել վայրում, որտեղ 100 կիլոմետր են կողմ տեղի են ունենում ռազմական գործողությունները, բայց բոլոր դեպքերում թրիփը հանդես է գալիս որպես հայաստանյան քաղաքատնտեսական օրակարգի մի մասը, առայժմ մենք խոսում ենք դրա կարևորությունը, խոսում ենք դրա կարևորության մասին, մասնավորապես հայ-ամերիկյան օրակարգի մեջ, Շվենցի այցելությունը, ամերիկացիների պատրաստականությունը կատարեն ներդրումները, բայց ամեն ինչը պետք է ստանա ոչ միայն
գաղափարը, այլ նաև միսուարյունը եւ ըստ էության դա այն մասն է, որը առայժմ ժամանակավորապես գուցե դադարել է։ Այսինքն իրանական ելքից շատ բան է կախված։ Իրանից միշտ մեր տարածաշրջանում շատ բան է եղել կախված, այդ թվում նաև տարբեր ձևի ինֆրակառուցվածքային պրոյեկտներ, որովհետև դուք հիշում եք, որ նույն Ադրբեջանը ուներ պրոյեկտը կառուցելու շրջանցող ճանապարհը հենց Իրանի տարածքով եւ դա հանդես էր գալիս որպես այլընտրանքը այն ինֆրակառուցվածքային պրոյեկտներին, որոնք կարող էին անցնել Հայաստանի տարածքով, այսինքն Իրանը հանդես էր գալիս Ադրբեջանի համար որպես կարևոր տնտեսական գործընկեր, Հայաստանի համար դա եւս եղել է կարևոր, որովհետեւ ունենալով ապրանքաշրջանառությունը, որը մոտենում էր 900 միլիոնին, եթե չեմ սխալվում, արկա է եղել տնտեսական օրակարգը առնվազն 3 անգամ մեծացնել ապրանքաշրջանառությունը Իրանի հետ, Իրանը դիտվում էր որպես կարևոր տնտեսական ինֆրակառուցվածքային գործընկեր, հիմա պարզ է, որ Իրանի համար բացարձակապես այլ առաջնահերթությունները կան եւ տնտեսության վերականգնման եւ քաղաքական համագործակցության տեսանկյունից։ Նրանք միշտ շեշտադրում էին, որ Հայաստանը իրենց համար հանդես է գալիս որպես կարևոր գործընկեր։ Երեկվա հանդիպումը Իրանի դեսպանի եւ կրթության եւ գիտության նախարարի միջեւ եւս մեկ կարևոր հանգամանքն է եղել այս շփումները պահելու եւ շփումները ունենալու տեսանկյունից։ Вопрос в том, что Родина в опасности, и в этой ситуации и те, кто против теократического режима, вынуждены немножко притушить свой протест, и власти имеют дополнительные полномочия. Поэтому само по себе ставка на какие-то внутренние распри, внутренние расколы, она всегда в таких случаях срабатывает в зависимости от того, насколько режим вообще мотивирован. Одно дело Куба, другое дело Венесуэла, третье дело Иран и четвертое дело Северная Корея. Это совершенно разные кейсы, и сваливать их в один, как очень любят делать в вашингтонских аналитических кругах, нельзя. А в вашингтонских аналитических кругах всегда пытаются каждый следующий случай привязать к каждому предыдущему. Не случайно же Трамп говорит, что вот после Ирана мы займемся Кубой. Интересно, с какого, во-первых, бодуна, а во-вторых, очень важно здесь понимать, что для Трампа это связанные вещи. Он бы никогда не занялся Ираном, если бы в Венесуэле, как он считает, у него так хорошо не получилось бы. Այսինքն հարավային Կովկասը առայժմ կարող է հանգիստ լինել։ Անվտանգային Մեծ կրակին խառնվել։ Անվտանգային առումով, այո, բայց ամեն դեպքում Նախիջևանում տեղի ունեցածը հստակ ցուցիչ է, որ տարբեր սցենարներ պետք է հաշվի առնել, որովհետև ես այն ամենը վստահ չեմ, որ կոնկրետ Նախիջևանի դեմ գործողությունը հենց իրանական զինված ուժերն են իրականացրել։ Նման սադրանքներ էլի կարող են լինել։ Իսրայելը ունի շահերը եւ սցենարները, Միացյալ Նահանգները իրենը ունի, տարբեր խմբեր Իրանի ներսում նաեւ կարող է հնարավոր է իրենց շահերն ու սցենարներն ունենալ։ Այսինքն սադրանքի տեսքով էլ նման գործողություններ չի կարելի բացառել։ Բայց այս բանին կարծես թե բավականաչափ դրական միտում է, որ երկխոսությունը կա Իրանի եւ նաեւ հյուսիսային հարևանների միջեւ։ Այս մթնոլորտը ինչ որ կերպ վերաբերում է հայ-ադրբեջանական օրակարգին։ Հայ-ադրբեջանական օրակարգին չի վերաբերում այնքանով, բայց դադարը ինչու բացատրել։ Որոշակի նայեք, բովանդակային առումով ուղիղ չի անդրադառնում, բայց ընդհանուր առմամբ ինքը համաշխարհային քաղաքականության վրա է անգամ ազդում։ Այսինքն մի բան ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող կարգավորման գործընթացը ինքը օրակարգում է, համենայն դեպս դե Հայաստանի պարագայում պարզ է Ադրբեջանի կողմից եւս որևէ շեղում չկա այդ օրակարգից, բայց միջազգային քաղաքականության վրա Իրանի դեմ պատերազմի ազդեցությունը ինքը սահմանափակում է մյուս բոլոր կոնֆլիկտների շուրջ եղած
ուրեմն գործընթացներ։ Օրինակ տեսեք ռուս-ուկրաինական պատերազմի մասին ով է մտածում, խաղաղության մասին, կարգավորման մասին ոչ ոք չի խոսում։ Դրան գումարած տեսեք նոր խնդիրներ են առաջանում Միացյալ Նահանգների եւ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների, հատկապես եվրոպական երկրների միջև։ Այսինքն տարբեր զուգահեռ խնդիրներ են առաջանում, որոնք ընդհանուր առմամբ աշխարհում ընթացող նաև քաղաքական process-ների վրա բացասական ազդեցություն, դե տնտեսական, քաղաքական դա միանշանակ է։ Սա է պատճառը, որ ինտենսիվությունը որպես այդպեսին չի նկատվում։ Դրան գումարած նաև Հայաստանի ներսում ընթացող ներքաղաքական, այսինքն նախընտրական process-ները եւս թույլ չեն տալիս, որ process-ը բովանդակային առումով առաջ շարժվի, TRIP-ի հետ կապված, այսինքն Միացյալ Նահանգների ակտիվությունը այս գործընթացում եւս սահմանափակված է էլի օբյեկտիվ պատճառներով։ Սա է, որ մենք չենք տեսնում բովանդակային տեղաշարժ, բայց անկախ Իրանում պատերազմից այս пассивությունը կանխատեսել էր, որտեղ Ադրբեջանում եւս մեծ հաշվով սպասում են Հայաստանում ընտրությունների արդյունքներին, որտեղ պայմանավորվածությունները հիմնականում ձեռք է բերվել ներկա իշխանության հետ, ինչպես այդ թվում եւ TRIP-ի շուրջ։ Իհարկե, այդ թվում է TRIP-ի շուրջ, որտեղ տարբեր քաղաքական ուժեր տարբեր հայտարարություններ են անում, նույն օրինակ ընդդիմության շարքերում կան կուսակցություններ, կան քաղաքական ուժեր, որոնք ասում են TRIP-ի պայմանները պետք է վերանայվեն։ Իսկ Ադրբեջանի մոտեցումը եւ Ադրբեջանի ընդհանրապես դիրքորոշումը Հայաստանի հետ դիրքորոշման վրա Հայաստանի հետ կարգավորման գործընթացում շատ մեծ ազդեցություն է հենց TRIP-ի գործոնը։ Плохие отношения между Вашингтоном и европейцами. Они злорадствуют, и это злорадство является преобладающим чувством сейчас в их отношениях. Они ожидают, что Трамп сломит себе шею в Иране, хотя можно было бы задаться таким простым вопросом. А им понравится тот мир, где Иран, теократический режим Ирана, одержал победу над Соединенными Штатами, и где Иран фактически установит неформальное господство над регионом Персидского залива. Такой мир им будет больше нравиться, чем мир, который пытается установить Дональд Трамп по своим правилам. Я не думаю, что ответ на этот вопрос утвердительный, но нет способности смотреть за горизонт. Есть только краткосрочная текучка, и дальше которой они не способны видеть. Они озлоблены на Трампа из-за Гренландии, из-за тарифов, из-за вообще всей стилистики его отношений с Европой. И хотят, чтобы он сломал себе шею. Просто вот и все. Это самоцель. А что там дальше будет, их уже не интересует. Вернее, они не задаются вопросом о том, что дальше будет. Իրանին հաջողվել է այդ պատերազմը դարձնել գլոբալ, համաշխարհային, որտեղ Իրանի հարվածները ազդել են ոչ թե միայն տարածաշրջանային վրա, բայց գլոբալ միջավայրի, գլոբալ համակարգի վրա, համաշխարհային համակարգի վրա։ Դրա համար շատ դժվար է կողմնորոշվել եւ գնահատական տալ ինչ պատերազմի մեջ եք հիմա։ Տարածաշրջանային պատերազմի մեջ եք մնում, թե արդեն համաշխարհային պատերազմի մեջ եք։ Եթե շարունակեք, անցեք 2020 թվականին մեր երկրորդ Արցախյան արշավը մենք մտել ենք որպես լոկալ պատերազմ հայ-ադրբեջանական, բայց արդեն երրորդ շաբաթը երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ, այդ պատերազմը դարձավ արդեն ռեգիոնալ, տարածաշրջանային պատերազմ։ Հետո տարածաշրջանային պատերազմը Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի դեմ որպես լոկալ ուկրաինական պատերազմի դեմ, ռուս-ուկրաինական պատերազմ, բայց շատ շուտ միանգամից մի շաբաթում այդ պատերազմը դարձել է եվրոպական տարածաշրջանային պատերազմ։ Եվ հիմա Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսել են տարածաշրջանային պատերազմ, բայց այդ պատերազմը արդեն ինչ որ ոլորտներում դարձել է համաշխարհային եւ այստեղ Հայաստանը հարավային Կովկասը լինելով մերձավոր արևելքի մաս կանգնած է լոկալ սպառնալիքների, ռազմական սպառնալիքների, տարածաշրջանային սպառնալիքների եւ գլոբալ սպառնալիքների արժեվ ռազմական եւ դա պարտադրում է իշխանությունների ղեկավարության կողմից, ազգային անվտանգության համակարգի առաջնորդներից եւ համակարգից ընդհանրապես հասկանալ ինչքան լուրջ է վիճակը,
թողնել ունացած բոլոր ճակետներում ուշադրությունները եւ կենտրոնանալ միայն ու միայն Իրանի վրա, միայն ու միայն Սյունիքի վրա, միայն ու հայ իրանական եւ հայ ադրբեջանական սահմանների վրա, թուրքական սահմանների վրա։ Փաստորեն ստացվում է բոլոր սահմանները միայն վրացականից, դու հիմա պիտի կանգնած լինես լրիվ ուրիշ սպառնալիքների պատրաստման առաջնորդ։ Մենք պատրաստում չէինք, ինչքան ես գիտեմ, ազգային անվտանգության համակարգը հրապարակորեն իրանք չէին պատրաստում ման մեծ սպառնալիքներին։ Եվ հիմա դու պիտի ինչքան կարելի է շուտ այդ խնդիրները դնես եւ սկսես լուծումներ գտնել։ Ну, мне кажется, только один человек знает, когда закончится война, это Трамп, потому как он отложил свой полет в Китай на конец марта, где-то ориентировочно на месяц. Правда, он говорил, что он не может улетать, поскольку там он занят руководством войной. Но я думаю, не совсем правильно, потому что если надо было руководить, только из-за этого он мог бы и самолеты руководить. Мне кажется, он хочет до встречи с Китаем добиться каких-то новых побед, получить определенные козыри и уже с ними встречаться с руководителем Китая. Поэтому, я думаю, война в этом месяце не закончится. Она будет, как говорится, как минимум до конца марта продолжаться. Сейчас главный вопрос – это Ормузский пролив. Вот что там, как будет этот вопрос решаться. Мы все наблюдаем, поэтому в ближайшее время, наверное, война будет продолжаться. В принципе, на этих разрушениях кто-то зарабатывает. Тот, кто в последующем инвестирует в восстановление, в развитие этих территорий, а восстанавливаться они будут. Поэтому мне кажется, что здесь надо какую-то экономическую гибкость проявлять и вот выступить с возможными какими-то инвестиционными проектами по отношению к Ирану. Но еще раз, конечно, сейчас до выборов никто этого делать не будет, это понятно. А когда уже власть определится, вот тогда, я думаю, возможна реализация каких-то новых проектов, и вообще надо подумать над этими новыми возможностями. Хорошо. Пожалуйста. Я хочу сказать, что многие эксперты или там разные, значит, люди имеют мнение, что, может быть, лучше, чтобы Иран стал более демократической страной, и чтобы была открытая, прозрачная страна, и для Армении это хорошо, экономика развивается и так далее. Но я думаю, что на данный момент, когда есть такое особое влияние Турции и Азербайджана на Армению, я думаю, что нынешняя ситуация Ирана, нынешний режим выгодна Армении, потому что оно сильно балансирует это влияние. И для содержания этого влияния, то есть этого баланса, нам, я думаю, что пока что устраивает даже такой режим, который существует в Иране. А в будущем посмотрим. А то, что касается развития Ирана, это и Турция тоже не устраивает, потому что Турция сейчас выигрывает из-за того, что Иран находится в таком положении, и как сильная страна, которая противовес в отношении Турции, ему невыгодно иметь. Тем более, что 30% экспорта он от Ирана берет и продает. Иран уже больше 15 лет, ВВП Ирана остается на том же уровне, примерно 350 миллиардов долларов. А турецкое ВВП тоже 15 лет назад было примерно 670 миллиардов, сейчас стало больше 1,3 триллионов. И уже планирование дойти до 2 триллиона. То есть для Турции невыгодно рядом с собой иметь сильную страну, потому что Иран имеет больше ресурсов, чем Турция. Если санкции снимут, то Иран очень может просто подскочить его.